Սարդ օրերս Սերժ Սարգսյանն էլ ծանոթացավ հին Երևան պատմաճարտարապետական այդ նախագծին, կուզենայի իմանալ ձեր դիրքորոշումը։ Այնտեղ նշվում է, որ փորձ է արվելու պահպանել պատմական, ինչպես նաև գեղագիտական տեսք հաղորդել տարածքին։ Կուզեի իմանալ ձեր կարծիքը հին Երևան այդ պատմաճարտարապետական նախագծի մասին եւ ինչ կյանք կունենա։ Հին Երևան նախագիծը միանշանակ ժամանակավրեպ է, որտեղ 2005 թվականին հենց մենք ինքներս էլ աջակցում էինք այդ գաղափարին եւ ստորագրավակ են կազմակերպում եւ այլն, այն ժամանակ դեռևս ամբողջովին չէր քանդվել գլխավոր պողոտայի, այսինքն Արեմի Փավստոս Բյուզանդի փողոցի երկու կողմի կառուցապատումները, դեռևս այլանդակ այդ 2-3 բացառիկներ չէին բուսնել ուրեմն օպերայի շուրջը եւ բոլորին այլ իրավիճակ էր։ Այսօր հին Երևանը դա շիրմա է, դա մի հատ շատ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, որը տրամաբանական շարունակություն է այն բանի, որ Երևանում այդ քանդված շենքերը, որոնց քարերը նույնիսկ ինչպես երեք տեսանք հեղինակը նույնիսկ հին Երևան նախագծի չգիտի որտեղ են, չի պահպանվել, այդ բլեֆ է, դա բլեֆ է, որ իբրթե այդ քարով վերակառուցում է։ Նման մի բլեֆ էլ այսօր իրականացվում է կառավարության շենքի հետև Հայ բարեգործական ընդհանուր միության շենքը, թե իբրթե քաղաքային դումայի քարով են անում, որ սուտ է, իրականության չի անպատասխանում։ Փաստորեն ինչ է լինում, հիմա ստեղծվում է հին Երևան ուրեմն արգելոտ, այդ պատմաճարտարապետական թաղամասը, որի Բյուզանդի եւ Արեմի փողոցում մի կողմ արդեն վեր են խորացել այլանդակ ու անընդունելու հակապատմական 15-16 հարկանի բարձրակ շենքեր, որից մյուս կողմ դնելու են պատմաճարտարապետական ինչ-որ արժեքնեցող շենքերի ֆասադները։ Շենքերի ներսույթները բոլորը փչացած են, չեն պահպանվել եւ այդ շենքերը տեղափոխման արդյունքում կորցնում են իրենց ամբողջ ճարտարապետական ուրեմն արժեքը։ Այդ նույն մտայնությունն է, որ տիրում է մեզ մոտ երկար ժամանակ, որ շենքը պահպանել, դա նշանակում է միայն ֆասադը պահպանել, ոնց որ ծածկած շուկայի դեպքում, ոնց որ մնացած դեպքերում են փորձում անել, որ դա հակաճարտարապետական, հակամշակութային եւ Հայաստանի միջազգային ստանձնած պարտավորությունների խախտում է։ Այսինքն, եթե այսօր մի հոգի Հայաստանում հետամուտ լինի եւ այս հարցերը բարձրացվի եվրոպական մակարդակով, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ տխուր վիճակում կհայտնվի։ Եվ դա նորից եմ ասում, անընդունելի նախագիծ է այս օրերին եւ դա ուղղակի գործիք է, որպեսզի աֆրիկյանների տունը եւ մի քանի մնացած պահպանված շենքերի քանդման ծրագիր իրականացվի։ Այսինքն այստեղ ոչ թե պատմաճարտարապետական իսկապես այդ հարստությունը փրկելու, պահպանելու խնդիր է դրված, այլ նորից բիզնես շահ։ Դա միանշանակ բիզնես շահ է, որ մի քանի հատ ստախոս ոչ պրոֆեսիոնալ ճարտարապետներ փորձում են իրենց հետական պատվերները փախցնեն, ոնց ինչ եւ նույն մարդիկ են, ովքեր նախկինում են շարունակաբար արել, գիտեք, ովքեր են դրա հիմնական, այսպես ասած, գաղափարների աշտանողները եւ դա անընդունելի նախագիծ է։ Դա նորից եմ ասում, դա ուղղակի քաղաքի կենտրոնում մի հատ դալմամոլ կառուցելու ցանկությունն է, որը ուղղակի օգտագործվում է հուշարձանների անվան տակ։ Եթե այդքան բան են թողնեն անկեղծ, թող ասեն նպատակը ինչ է եւ որտեվ նորից եմ ասում, պատկերացեք մի փողոց, որի մի կողմը 18 հարկանի նորակառուցված շենք են, մյուս կողմը 2-3 հարկանի պատմական շենք է։ Մի հատ ինձ ասեք, որ չկա ճարտարապետական տրամաբանություն։ միջավայր չկա, որովհետեւ միջավայր չկա, այսինքն դուք այդ փողոցում քայլելուց մոտենալուց ունենալ եք հենց այս վիճակը։ Մի կողմ Թամանյանի կառուցված 1920 թվական շենքն է, մյուս կողմը 1960-ական 70-ականներից կառուցված ինչ որ մի հատ անհասկանալի բարձրակ շենք։ Դա սուտ է, որ դա պատմական միջավայր վերականգնելու խնդիր կարող է լուծի։ Սարհատայ մենք գտնվում ենք Պուշկինի 25 շենքում, որը օրերս էլի դարձել աղմուկ բարձրացավ։ Դուք ինքներդ էլ բարձրացնում եք խնդիրը, թեև ճարտարապետն ասում է, որ վերևի հարկում միայն լինելու է սրճարան, չի աղավաղվելու պատմաճարտարապետական տեսքը, սակայն նորից քաղաքացիական ակտիվիստները այստեղ խնդիր են տեսնում, որովհետև հետևը լինելու երկու մեծ հյուրանոց։ Կուզենայի իմանալ ձեր դիրքորոշումը խնդրի հետ։ Տեսեք, նույնիսկ նույն բանն է, պատմական միջավայրը որոշ մարդիկ եւ այդ մարդիկ հիմա շատ լավ կարողանում են էսի միջավայրում իրանց ուրեմն դրսևորել, այդ մարդկանց համար պատմաճարտարապետական հուշարձան միայն ֆասադն է։ Այս շենք ունի ինտերիերներ, այս շենք ունի աստիճանավանդակ, որոնք շատ լավ պահպանվել են, եւ ամենակարևորը նույնիսկ այս շենքի ճակատն հենց դուք նայում եք, այսօր իր հետևը չի պրոյեկտվում մի հատ 18-20 հարկանի ապակեպատ հիմնականում միջին կարգի ճարտարապետական գործեր, որտեղ հիմա կա բոլոր ակտիվ նախագծողները միջակ կարգի ճարտարապետներ են, ովքեր ստեղծել են Հյուսեյն Պողոտան եւ այլն։ Այսինքն այսօր բերում ես այդ միջակ կարգի հյուրանոցը դնում ես սրա վրա։ Հələ մի հատ է բերում ես կրիշին բանին, տանիքին դնում ես բույսեր ես տնգում եւ ռեստորան ես սարքում եւ այլն։ Միանշանակ այս շենքը ճարտարապետական արժեքը կորցնում է։ Իսկ ցանկացած մասնագետ, եթե պատրաստ է գա տետատետ հիմնավորի, որ դրանով չի դժում շենքի պատմաճարտարապետական արժեքը, ես պատրաստ եմ իրան ուղղակի ապացուցել միջազգային կոնվենցիայով, միջազգային փոձով, որ դա սուտ է եւ դրանով այս շենքը կորցնում է իր պատմաճարտարապետական արժեքը։ Եվ ես հույս ունեմ մշակույթի նախարարության գիտամետոդական խորհուրդը, որը շատ ավելի ոչ իմ պատկերացած չափով, բայց շատ ավելի սկզբունքային է, քան թե Երևանի քաղաքապետարանի ուրեմն քաղաքաշինական խորհուրդը, ես հույս ունեմ մշակույթի նախարարությունը թույլ չի տա, որպեսզի այս նախագիծը իրականացվի, էլի։ Այսինքն մենք դարձյալ արդյունքում կունենանք կորցրած պատմաճարտարապետական արժեք։ Միանշանակ եւ նույնիսկ եմ ասում, էլի
նույնիսկ եթե էս էլ չլինի, նույնիսկ այն կառուցապատումն է, որ Երևանի կենտրոն գնալու, ցանկացած նույնիսկ հուշարձանից հեռու գտնվող տարածքը դա արդեն վնասում է Երևանի պատմաճարտարապետական Սարը ցանկացած այս տեսակ նախագծերի դեպքում մենք տեսնում ենք, որ քաղաքի գլխավոր հատակագծին չի հակասում եւ այլն, հա, այսինքն ամբողջը տեղավորվում է հատակագծի շրջանակներում։ Սա նույնպես ֆարս է։ Դա միանշանակ ֆարս է, որովհետեւ նախ գլխավոր հատակագծում շենքերի խնդիր չի լուծում, գլխավոր հատակագիծը շատ ավելի գլոբալ խնդիրն է լուծում, բայց շատ հետաքրքիր կերպով ուրեմն ըստ առաջնահերթության որոշվում է, հենց որ նախագիծը չի համապատասխանում գլխավոր հատակագծին, ասում են որ գլխավոր հատակագիծը լավը չի, չենք հետևում։ Իսկ հենց որ համապատասխանում է, դա ասում է դրոշակ եւ դրա անվան տակ տեղի ունենում այդ քանդումը կամ նոր կառուցապատում, այսինքն երկակի ստանդարտներ են գործում եւ յուրաքանչյուր անգամ մի հատ ինչ որ այսպես ասած մեղմ ասած, շատ մեղմ ասած խուժան մի հատ լուծում է գտնվում սրա համար, որի արդյունքում գտնում է դա հիմնավորումը, նպատակն է որ կոնկրետ մարդիկ բիզնես անեն, կոնկրետ մարդիկ հարստանան, կոնկրետ ճարտարապետներ ունենան այս քաղաքում իրենց ցավալի եւ հակաճարտարապետական հետքը։ Կոնկրետ այս շենքի դեպքում ինչ կարելի էր անել, հա, որպես քաղաքաշինարար, որպես երիտասարդ ճարտարապետ, հա, ինչ կարող եք ասել, որ հնարավոր լիներ եւ փաստորեն շահույթ ստանալ եւ նաեւ պահպանել այն ինչ ունենք։ Նորմալ քաղաքային իշխանությունը հանձինս, եթե լիներ նորմալ ուրեմն գոնե քաղաքապետարան շուտ գոնե լիներ մի հատ նորմալ ճարտարապետ, այս շենքի ուրեմն հետնամասում շենքի նույն բարձրությամբ թույլտվություն է տալու, որը մի քիչ ավելի հետ այնքան հատվածում, որպեսի փողոցի դիմացի մայթից չերևա վերջին հարկը, հնարավոր է 1 կամ 1.5 հարկի ավելացում։ Այսինքն դա պետք է կանշնորհ բարձրացած։ Այո, դա պետք է շատ լուրջ վերլուծություն ենթարկի, որ այնտեղից բոլոր անկյուններից որտեղ այս շենքը երևում է, նոր կառուցող շենքը որևէ ձև չխաթարի շենքի տեսքը, դա գիտություն է, որը կամ տիրապետում են, կամ չեն տիրապետում, դրա համար չեն օգտագործում։ Եվ ամենակարևորը, սա չի հնարավոր չի սենս դիտարկել, որտեղ կողքը կա աֆրիկյանների շենքը, սա մի ամբողջ թաղամաս է, պատմական թաղամասի մասին է խոսքը գնում, իսկ իրանք ինչ են անում, են ասում են այստեղից նայած ինքը օրինակի համար չի երևում մուտքի մոտից եւ հետեւ գնալու են 10-ութակ, որը այս հյուսիսային պողոտայի մնացած ուրեմն այսպես ասած այլանդակ ասեմ կամ փոզեմիկ շավետ մեղմ ասեմ ոչ ընդունելի լուծումների միասին մի ամբողջություն է կազմել։ Սա քանի որ հին Երևանը մեծ հաշվով այս փոքրիկ տարածքում, հա, արդեն ամփոփված է։ Արդյոք հնարավոր չէ հին Երևանը հենց այստեղ իրականացնել ու ձեռք չտալ, հա, շենքերը չտեղափոխել, չհամարակալել, այսինքն ավելորդ ինչ որ քայլել չանել բարձրահարկ շենքերի ֆոնին։ Բա ոնց փող աշխատեն։ Դա արվում է փող աշխատելու համար, դա արվում է որպես Երևանի կենտրոնում նոր կառուցապատման հնարավորություններ լինեն, դա արվում է որպես ինչ-որ մարդիկ կարողանան այս մոնոպոլ վիճակում եւ անշարժ գույքի մոնոպոլ եւ նախագծման մոնոպոլ շրջանում կարողանան ստանալ պատվեր։ Դա միայն դրա համար արվում, որը մեկը չգա ասի, որ սա արվում է հանուն քաղաքացիների բարօրության, հանուն բարեկարգ Երևանի, նման բան չկա, սուտ է։ Սարետ այ Պուշկինի 25-ի դեպքում նաեւ խոսվում էր, որ պետք է ոչ միայն Պուշկինի 25-ի համար պայքարել, այլ նաեւ ընդհանրապես Երևանում ցանկացած շինարարություն դադարեցնել եւ առայժմ որևէ քայլ չկատարել այդ ուղղությամբ։ Ինչ է կարծում, այս քայլին կգնան պատկան մարմինները, թե պարզապես անհնար է քաղաքում որևէ ժամանակահատվածում, հա, թեկուզ կարճաժամկետ դադարեցնել ընդհանրապես շինարարական աշխատանքը։ Այսպես բազմաթիվ օրինակներ կարելի է միջազգային փորձից բերել, որպես երբ ժամանակապես դադարեցվում է թույլտվությունների, նոր թույլտվությունների տրամադրումը, ինչ որ քաղաքականության վերանայման շրջանում։ Այսինքն շատ բաց նույնիսկ վերանավ այն մտքին, ասում որ գլխավոր հատակագծը լավը չի։ Հենց որ օրինակ եմա սահմանադրությունը կամ ինչ որ օրենքը լավը չի, դու չես խախտում այդ սահմանադրությունը, դու չես անում գործողությունը, մինչև քո սահմանադրությունը ադապտացնում ես քո այդ օրվա պահանջներին եւ նոր դրանից հետո կատարում ես օրինակ քայլը։ Գլխավոր հատակագիծը քաղաքի սահմանադրությունն է, այսինքն եթե քաղաքի գլխավոր հատակագիծը չի համապատասխանում, ապա դու պետք է մշակես նոր գլխավոր հատակագիծ, որ այդ քայլերը կարողանա ճիշտ կատարես քայլերը։ Այսինքն ելնելով դրանից դա այդ նույն գաղափարն է դրված, որ ասում է որ պետք է ժամանակապես դադարեցվի, մինչև հասկանանք ինչ է լինում։ Օրինակ այս վիճակը, որ շենքը քանդվել է, դա ունի մի նպատակ, որպեսզի բոլորը այս աղբավայր դառնա, աղբը չի հավաքվում, որպեսզի մարդիկ ասեն դե լավ է, էսի քանդեք ազատվենք, բայց այն պատմական ճակատները, որ պահպանված են, աֆրիկյանների շենքը մինչև անցյալ տարի, հիմա որ բակը մտնենք, կտեսնենք, ամբողջովին պատշգամբները թալանվել են։ Դա քաղաքականությունն է, բայց հենց որ դա իմացվի, որ դա սավեցվի եւ նպատակ դեպի որտեղ ինչ է լինելու, արդեն այդ բոլոր խնդիրները ինքնիսկյանք սկսեն լուծվել, էլի դա շատ միջազգային ընդունված փորձ է, էլի այնպես չի որ նոր ենք հայտնաբերել։ Սարը ձախ կողմում գտնվում է կինոկենտրոնը։ Այս շենքն հնարավոր է մի օր այդ ճակատագրին արժանանա, որովհետև եթե չեմ սխալվում, սա հենց պատկանում էր աֆրիկյանների ժամանակին։ Դե եթե այս տեմպով շարունակենք, ինչու ոչ։
Եթե կարելի է քանդել Աֆրիկյանների շենքը, եթե կարելի է քանդել Թամանյանի Պուշկին 25-ը, ապա ինչու ոչ։ Մի օր էլ սա կայտնվի տխուր վիճակում, ինչ-որ մեկը կգտնվի, որ կասի շենքի կոնստրուկցիաները շատ տխուր վիճակում են, ոնց որ ստացանք ծածկաչուկայի դեպքում, եւ այս շենքի պետք է քանդել եւ այլն, հետո ավելագույնը կարող է ճակատը պահպանվի, մի 2-3 հատ կավելացնեն։ Ու բանի, կերակատաշտակի լավագույն լուծումը որ կլիներ այս շենքի դեպքում լավագույն լուծումը ուղղակի գտնել ինվեստորի, տեսեք ինչն ալ տեղի ունենում, էլի, տեսեք, եթե քաղաքի կենտրոնում թույլ է տրվում այս կոնկրետ հողամասի վրա, կառուցել 18 հարկանի շենք, միջև այն ժամանակ նման թույլտվություն քաղաքի կենտրոնում կա, ոչ մի բիզնեսմեն 2 հարկանի շենքի վրա մեծ գումարներ չի դնելու։ Դա բացառվում է։ Հիմա այս եւ նույն լոգիկով ես վստահ եմ Երևան նախագիծը հնարավոր չի իրականացնել։ Եթե դու ինվեստոր ես, ունես օրինակ $5 միլիոն, դու կարող ես գաս Երևան քաղաքի կենտրոնում, հող գնես եւ կառուցես ես իմ քանի հարկ։ Ինչու՞ պիտի 2 հարկան շենք սարքես։ Իսկ դե լուծում են քաղաքի կենտրոնի ամբողջ հայեցակարգը փոխվի։ Ես բազմահարկ շենքեր, որոնց մեծ մասը նախագծում են մի 5-6 ճարտարապետներ, որոնք այդ նույն կերակատաշտակից օգտվողներն են, դա դեմը առնվի եւ ասեն Երևանի կենտրոնում սրանից հետո արևելագույն 4 հարկա թույլ տրվում։ Բոլոր պատմական շենքերը, բոլորը տեսեք 3 տարի մեջ կարելի է վերակառուցել։ Այսինքն սրանք քաղաքաշինական գիտելիքներ են, որոնք եթե ինչ-որ մեկը ունենա, ապա կարող է իրականացնի, բայց քանի որ քաղաքապետարանում եւ գից շրջանում գիտենք, որ նպատակը դեռ խնդիր չի դրվում, էլի, սրանք ուղղակի քաղաքականության մշակման գործիքներ են, որոնք կարելի է շատ հեշտ օգտագործել։ Նույնը կարելի է կանաչ տարածքների համար բոլոր շրջանները մի 10 տարվա մեջ բոլորը հանել։ Ուղղակի ցանկությունն է, պետք քաղաքական կամք։ Հիմա չկա քաղաքական կամք, կան կեղծավոր մասնագետներ։ Գիտակցման անհրաժեշտ։ Ես չգիտեմ ճիշտն ասած, ես չգիտեմ ինչ պետք անել, որ դա գիտակցությունը լինի, էլի։ Մենք մեր ավելագույնը անում ենք, մեր գիտեցածի չափով փորձում ենք ասենք, որ ինչ կարելի է անել։ Ես չգիտեմ էլ ինչա պետք անել, որպեսզի մի քիչ այս գործընթացները լինեն ավելի մաղթավարի, էլի։ Սարը դա հետաքրքիր է։ Երիտասարդները, երիտասարդ ճարտարապետները, քաղաքաշինարարները արդեն մի քանի տարի պայքարում են։ Լավագույն արդյունքը թերևս Մոսկվա կինոթատրոնի շենքն է, որը փաստորեն չափամոնտաժվեց, տեղում եկեղեցի չկառուցվեց, կարողացան ամբողջությամբ ամեն դեպքում փրկել, դեռևս ժամանակավոր, բայց փրկել, հա։ Մյուս բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ սա էլ տեղից չի շարժվում, հակառակը շատ ավելի կոշտ որոշումներ են, հա։ Թեև Տիգրան Սարգսյանն ասել է, որ Երևանում այ բարձրահարկ կառուցելու թույլտվությունը այլևս, հա, չի լինելու սահմանափակվում են, բայց մենք տեսնում ենք փաստորեն բազմաթիվ են այդ օրինակները, որ այսօր էլ անդրադարձան, որ միևնույն է բարձրահարկերը շարունակվելու են։ Լուծումը ինչպես է լինելու, այ պայքարի մեխանիզմներն ինչպես պիտի մշակենք, հա, այսինքն կոնկրետ ինչ որ խնդրի շուրջ պիտի պայքարենք, թե ավելի ինչ որ կոմպլեքս լուծում պիտի տրվի, եւ քանի որ Երևանի ավականու առաջիկա ընտրություններն են, այ հետաքրքիր է, կա քաղաքի այդ հայեցակարգի առումով շատ լուրջ մոտեցում եւ որը կառանձնացնեիք դուք։ Միգուցե քաղաքականությունները սկսեն վերջից էլ, միգուցե հավաքականությունները կարողանան օգնել, որպեսզի այս խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, իրանք ավելի արագական լուծում ստանան։ Այսինքն զուտ եթե համեմատենք նախորդ հավաքականություններին ստեղծվող տեքստերը, նախընտրական ծրագրեր եւ այլն, էականորեն տարբերություն կա, որտեղ ունենք էական աճ եւ մասնագիտական եւ շատ ավելի գրագետ արտահայտություններ ենք մենք լսում։ Կինոմոսկվայի դեպքում հավանաբար այնտեղ կար նաեւ մյուս կողմը մի հատ հղպացած բիզնեսմեն չէր եւ եկեղեցին է, որը ինչ-որտեղ կարելի է համարել հանրային կառույց եւ երկրորդը այնտեղ կա կարծես թե ճարտարապետների ընդհանուր կոնսենսուսը, մի քիչ դա այլ օգնեց եւ երրորդ ամենակարևորը այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը Նարեկ Սարգսյանը չէր։ Շատ կարևոր փաստ է եւ այս բոլորը միասին կարծես թե օգնեցին, որպեսզի կինոմոսկվայի ամառային դահլիճը կարծես թե փրկվեց, էլի։ Բայց նրանից հետո արդեն գիտենք, որ ինչ ձևերով են ընթանում այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ կա ընդհանուր գիտակցությունը, որ այս գործընթացը սխալ է, որտեղ նույն նախագահի երկու այցելությունը հարցերը, որոնք բարձրացնում են, սրանք մի քիչ մոտենում են ինչի մասին, որ մենք խոսում ենք, բայց սրանք դեռևս բավարար չեն, ու ավելին շատ հեռու են բավարար լինելուց, բայց ընդհանուր ազդեցությունը կա, շատ դանդաղ, բայց ոնց որ թե թողնում է ազդեցությունը, ուղղակի կարող է մինչև վերջնական արդյունքի հասնենք, քաղաքից բան չմնա։ Դա հիմնական։ Այսինքն ոչ անցյալ ունենա, ոչ ներկա, ոչ անցյալ ունենա շատ տխուր ներկա, շատ ծանր ներկա, որը միլիոնավոր դոլարներ կլինի, որ սխալները լուծելը միլիոնավոր դոլարներ կնստի քաղաքային աղքատիկ բյուջեի վրա, էլի։ Այ Սարհատ աջ կողմում գտնվում է Աֆրիկյանների շենքը, որի մասին նյութ պատրաստեցինք դեռևս նախորդ տարի, երբ մարդիկ բնակվում էին այս շենքում, թեև դարձյալ անմխիթար վիճակում էր։ Շենքն արդեն համարակալված է, հա։
տխուր չի պատկեր ընդհանուր առմամբ նկատի ունեմ այս համարակալում արդյոք շենքի վերջի մասին չի խոսում, հա, շենքի ավարտի։ Խոսում եմ եւ ճիշտ եմ որ շենքը թողած է բարձի թողի վիճակում, նույնիսկ նույն տրամաբանությունն է, որ այդ տեսնեք, սա կփլվի եւ այլն, վտանգավոր է եւ այլն։ Դա նույն քաղաքականության մի գործիքներից մեկն է, միտեղ գլխավոր հատակագիծն է օգտագործվում, միտեղ, չգիտեմ, փողոց լայնացնել է օգտագործվում, միտեղ օգտագործվում է շենքի ծանոթի, այսինքն տարբեր միջև կարևորը նպատակին հասնելն է, նպատակը շենքը քանդել, տեղը բացել, շենք սարքելն է։ Թիվ 1 նպատակն է։ Դե կան տարբեր գործիքներ, ամեն անգամ օգտագործվում մեկը։ Օրինակ եմ։ Շատ կներեք, ինչու՞ դες աֆրիկյանների դեպքում շատ արագ չեղան գործընթացները։ Որտեղ հանրային համատաբար բան ճնշում կա, որտեղ Մատնադարանի հանդիպման ժամանակ, որին մասնակցում նաև վարչապետը, եղավ բավական պատասխանատվություն, որ աֆրիկյանների շենքը չի քանդվելու։ Ես ներկա եմ ժամանակ։ Ոնց որ նույն ներկայիս գլխավոր ճարտարապետ յա կոլեգաները, հենց որ Հյուսիսային Պողոտատևյան փողոցի վրայի կառուցվող բիզնես համալիրը, նոր բիզնես համալիր նախագծում էին, ուրեմն շենքի եզրագիծը պահպանված է սրա հետ, այսինքն իրանք 10 տարի առաջ իրավունք ունեին փողոցը նեղացնեին, հանուն բիզնես շահի, իսկ այսօր դրանից մոտավորապես 7-8 տարի առաջ դա հետո խնդրում աֆրիկյան շենքան, դա ստախոսություն է, դա նույն ինչ ասեմ, էլի անբարոյական ասեմ, ոչ ուղղակի չգիտեմ, պատճառը չգիտեմ, իսկականից ոչ պրոֆեսիոնալիզմն է, անբարոյականությունն է, թե ուղղակի փոխաշխատելու մոլուցքն է, չգիտեմ որն է, բայց սա սուտ է, որտեղ այս շենքը եթե դուք ուղիղ գծագեվա շարունակեք, համընկնում է Հյուսիսային Պողոտայի անկյունային շենքի եզրագծի հետ, եւ ավելի մի հատ շատ հետաքրքիր պատմություն կա, ուրեմն հենց որ իրանք նախագծում էին այդ շենքը մոտավորապես 3 մետրով դեպի փողոց էր նախատեսված, եւ միայն Երևան Ձախայինը տեղում տեսնելով շինարարությունը հրամայել դա քանդել։ Այսինքն իրանք Տերյան փողոց ավելի նեղ էին նախատեսում եւ այսօր այդ շենքի հիմքերը գալիս են մինչեւ փողոցի մեջտեղը։ Հասկանում եք, այսինքն այս սուտը այնքան sense փորձում են ինչ որ sense բանանել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որևէ մեկը մի գրամ քննադատության չի դիմանում, բոլոր քայլերը որոնք նախաձեռնվում են։ Մենք տեսնում ենք արդեն սկսել են, հա, քանդման աշխատանքները, ներսի աստիճանները չկան։ Աստեղ ժամանակին քարի աստիճանների շատ լավ որակյալ, ուրեմն մետաղից, ուրեմն աստիճան բանը, ձող աստիճանա բազվիկ է, որը ասենք թե բազվիկ պահպանված եւ փաստորեն քանդվել է եւ նաեւ ներսի կողմից եթե նայում ես պատշգամբներն է փայտից, որը ասենք եթե հիմա ուզենան ինչ-որ մեկը նման մի բան պատվի $1000 արժանանալու դրանք են քանդվել եւ փաստորեն կամաց այս շենքը հասցվում է այն վիճակի, որ ինքնափլուզվի, ոնց որ հիշում եք եղավ ծածկաշուկայի դեպքում, էլի։ Բոլոր գործընթացները շատ լավ մտածված գնում են դեպի դա։ Սա հարցը նախապես շատ լավ լուծված էր եւ մեծ մասին արդեն տրվել էին բնակարաններ եւ այլ, իրանք գնացել էին, դրա համար տենց եղավ։ Ամեն դեպքում սա լինելու է Հին Երևան այդ նախագծում, հա, ծրագրում։ Սուտ Հին Երևան նախագծում նախատեսված է այս շենքի քանդված համակարգված պատերի վերաշարը, որը նորից եմ ասում անտրամաբանական է, որտեղ այս շենքի պատշգամբներն էին, որ արժեք էին, ոչ թե այս շենքի քարերը եւ այլ եւ այլն։ Սարը դա հետաքրքիր է սուտ նախագիծ, հա, մոտավորապես այդպես ենք որակում։ Հույս ունեք, որ դա կյանքի չի կոչվի, որովհետև այդտեղ մեծ բիզնես շահ չկա, այն նկատի ունեմ, ոչ մեկ չի խիզախի վերցնի։ Չէ, դե նույն բիզնեսմենն է, մինչև Երևանի կենտրոնում կարելի է կառուցել միտեղ 10 հարկ, ոչ ոք այդտեղ չի կառուցելու 4 հարկ։ Հենց որ արգելվի ամեն տեղ կառուցվի 10 հարկը կառուցվի դա, բնական է դա։ Ուղղակի դա հենց այսօր է պետք ան, այսինքն այդ դրամը, որ ասում եմ, որ կենտրոնում պետք է դադարեցվի եւ ձեր հարցին նախորդ հարցին ոչ պատասխանեցի կուսակցություններից, եթե չեմ սխալվում դաշնակցության ծրագրում կա այդ կետ, որ կենտրոնում դադարեցում ենք բնակելի կառուցապատում առհասարակ, այսինքն դրանով լուծվում է այդ խնդիրը եւ կենտրոնում այդ մեծ պահանջարկը կա կենտրոնում բացառիկ կառուցվելու ընդհանրապես դադարեցումը եւ դա պետք է շարունակել եւ առհասարակ կենտրոնում բազմարկ շենքերի կառուցապատում արգելել։ Այսինքն բեռնաթափում է պետք կենտրոնին։ Բեռնաթափում, կառավարում եւ խելամիտ կառուցապատում, ոչ թե վայրենի ինչ-որ մարդկանց գրպանը լցնելու նման համար կառուցապատում։ Առհասարակ քանի տարի ձեզ պիտի դադարեցվի որևէ տեսակ շինարարական աշխատանք։ Մինչև այն ժամանակ, որ Երևան ունենա որակյալ գոտիավորման նախագիծ, որի մշակողները այսօր մենք Հայաստանում չունենք, պետք է դրսից մենք հրավիրենք մարդիկ, այս պահին այսինքն մենք ունենք անձինք, ովքեր կարող են այդ կարգի նախագիծ, ունենք նման մասնագետներ, բայց քանի որ
այս ճարտարապետական խունտան, որը գրավել է դաշտը, իրանք թույլ չեն տալու, որպես այդ մարդիկ նախագծման զբաղվեն, ապա ես կարծում եմ դրսից պետք է ինչ-որ մարդիկ կան, դրսից նախագծողներ պետք է կան, որպես կարողանան Երևանի համար մշակեն որակյալ գոտիավորման նախագիծ, որը գլխավոր հատակագծի ածանցյալն է, որը պետք է լինի հիմնական փաստաթուղթը Երևանում զարգացման համար։ Սա հետ ինչ պիտի արվեն այն բոլոր շենքերի հետ, հա, այն քարերի հետ, որոնք փաստորեն գոնե ինչ-որ միտեղ հիմա կան ու ուզում են իրականացնել հին Երևանը այդ պրոյեկտը, նախագիծը։ Այսինքն դրանք ինչպես կարելի է ինչ-որ մի ձևով գոնե փրկել, հա։ Այսինքն դրանք ընդհանրապես չպետք է որևէ տեղ ինչ-որ կառույցի տեսք ստանան, պիտի դիտարկվեն որպես ինչ-որ թանգարանային նմուշ, ինչպես եք պատկերացնում դրանց լուծումը։ Իսկ դուք վստահ եք, որ այդպես քարեր կան։ Մեկ-երկու շենքի համար հազիվ կարողանաք գտնեք նման քարեր։ Մնացած որևէ մեկը պահպանված չէ։ Մենք միայն մեկի մասին տեղյակ ենք, մեկի քարերի մասին ինչ-որ ինֆորմացիաներ կա, մի անգամ մեր ընկերներից մեկ գնացել մի 10-20 քարի մասն է խոսքը։ Նման քարեր չկան։ Եվ հին Երևանում դրանք զրոյից կառուցվող շենքեր են։ Դրանք ուղղակի հին շենքերի ֆոտոների վրանից նոր կեղծ շենքեր կառուցելու ծրագիր։ Դրանք որպես անպետք իր կամ անպետք քարդեր են նետվել։ Դրանք բուլդոզերով են քանդվել։ Համակալած քարը պետք է մեկ-մեկ քանդվի։ Իսկ գիտեք Հայկ Բիանջյանի լուսանկարը, որ բուլդոզերով են քանդվել շենքերը։ Այսինքն այդ քարերը ֆիզիկապես հնարավոր, այնպեսի այլանդակ ձևով է քանդվել, նույնիսկ եթե պահպանվել են, ասում եմ 1.5-ը երևի հնարավոր լինի կառուցել։ Իսկ 1.5-ի համար հաստատ տեղ կգտնվի։ Մեծ սիրով ես կնախագծեի մի հատ հուշարձան Երևանի կորած ժառանգության հուշարձանը, քաղաքի շատ կարևոր տեղում ու մարդիկ ուղղակի թողային տեսնեին, որ ինչպիսի արժեքներ ա կորել, էլի։ Այնտեղ միշտ ցուցադրեինք այն հին Երևանի կորած շենքերի լուսանկարները։ Լավ միտք է։ Այն ժամանակ դերևս Բյուզանդիան փողոցի եւ Արամի փողոցի երկայնքով այս բարձրակ շենքերը չէին կառուցվել։ Ամիրյան փողոցի վրա դերևս պահպանվում էր այդ ուրեմն 1-2 արգան աղյուսից մի քանի ֆանտաստիկ շենքեր կային, շատ լավ, չգիտեմ, եթե հիշում եք թե չէ, Իսահակյան գրադարանի շարունակության վրա։ Այդ շենքերը պահպանվել էին։ Այդ ժամանակ հենց որ դու այդ ամբողջ իրավիճակին տալիս էր ինչ-որ կարգավիճակ, այդ թաղամասին ամբողջը։ Եվ ասում եմ, որ այստեղ թույլ չենք տալի, որպեսզի այստեղ տեղի ունենա պատմական կերպարից դուրս, պատմական կերպարի ամբողջից դուրս կառուցապատում, ապա այդ ժամանակ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ պատմական թաղամաս պահպանվի, բայց հիմա որ մենք գնանք տեղում նայենք, որ դուք տեսնեք այդ բազմահարկ շենքերը, որոնք երկու կողմից կառուցվել են, ասենք այդ խղճուկ, խեղճերկու հարկանի, ասենք դա աֆրիկյանների տունը բերեցի դեսի մեր 18 հարկանի շենքի կողքը։ Մեր կողքին գտնվում է փաստորեն հայ ֆիլմի շենքը, այս շենքն էլ կարժանանա մնացած բոլոր շենքերի ճակատագրի նկատի ունեմ աֆրիկյան, բյուզանդի 20։ Դե եթե դրանք բոլորը քանդվում են, ապա ինչպես կարելի է նման չալաղաժ կտորը, այսպես ասած, թողել Երևան կենտրոն մնա ու հատկապես որ սեփականատերը պետությունն է, եթե չեմ սխալվում, այսօր հեշտ է, էլի, դրա հարցերն լուծել։ Մի օր էլ դրան թերթը կասնի, որտեղ օրինակի համար նկարվել են հայ ֆիլմի ամենավաղ շրջանի ֆիլմերը, որ այստեղ երկաժամկա այստեղ կանգնած է, էլի։ Մեր դիմաց գտնվում է մեկ այլ ուրեմն պատմական 19-րդ դարին թվագրվող շենք, որի ճակատային մասի մյուս կողմից քարերը արդեն քանդվել են, չգիտեմ ինչ վիճակում են, ու փաստորեն դա էլ Տերյան փողոցի լայնացման անվան տակ այդ մասն էլ է, այդ շենքն էլ է քանդվում, որը անհասկանալի է, չես հասկանում ինչու պիտի Տերյան փողոցը լայնացվի ու շարունակի մինչև վերջ, որը Երևանի նախկին գլխավոր հատակագծերում բացի վերջինում որևէ մեկում նախատեսված չի եղել, եւ փաստորեն հիմա դա իրականացվում է մի ծրագիր, որ նույնիսկ խորհրդային տարիներին չի իրականացվել, որտեղ դիմաց եղել են պատմական շենքեր։ Սարդ եւ այսպիսով, հա, որ ամփոփենք մեր այսօրվա զրույցը, որոնք են լինելու առաջիկա առաջնահերթությունները մեր, որ պիտի արվեն, հա, այս տարիներին եւ ինչ եթե լավատեսորեն ամփոփենք, արդյոք կունենանք մի քանի տարի հետո գոնե Երևան քաղաքի հայեցակարգ այս պայքարների արդյունքում ու որոշակի կանոնակարգված վիճակ։ Չգիտեմ, էլի լավատեսության հիմքեր, այսինքն պրոգրեսը, որի մասին մենք խոսում ենք, այնքան դանդաղ արդյունք տալիս, որ չգիտեմ, էլի ես չեմ կարծում մոտակա ժամանակներում այդ արդյունքն ունի, հատկապես որ տեսնում ենք հիմնական դերակատարների ցանկում փոփոխություն չեն լինում, չէ՞, նույն մարդիկ նշանակվում են, ասենք թե կառավարության կազմի դեր պարզ չի, բայց ասենք թե նույն մարդիկ նշանակվում, որ ընդհանուր տրամաբանությունը այս գործընթացների իրականում չի փոխվում, եւ ես չեմ կարծում, որ նաեւ երեկվա այդ այսպես ասած այցելությունը եւ
հերանեկարային նախագծերից մի քանիսը որոնք որ գետը բոլոր անընդունելի են համազգային թատրոնն անընդունելի, Հին Երևանն անընդունելի, այն Շահումյանի հրապարակում, որ ինչ որ տեղի ունենում դա շատ վտանգավոր գործընթաց է։ Այդ բոլորը եթե այտենց պրոպագանդվում է, գովազդում է եւ դրանք պետք է իրականան, դրանք հույս չեն տա։ Ավականու ընտրությունների արդյունքում մենք կարող ենք ունենալ իսկապես այն տեսակ գոնե պայքարի օջախներ նաև քաղաքապետարանում, որոնք կկարողանան, հա, եւ դրսից կլինի պայքարը եւ ներսից կլինի պայքարը։ Ես հույսով եմ տենց կլինի, ուղղակի պետք է մի շաբաթ էլ համբերել, տեսնել ինչ վիճակա լինելու, բայց կարծում եմ, ենթադրում եմ, որ գոնե որևէ որտեղ նախորդ անգամ եթե մենք ունենք 0 ընդդիմություն, այս անգամ ոնց որ թե մի քիչ հույս կա, որ լինի ունենանք ինչ-որ ընդդիմություն, դա միանշանակ կօգնի, որ այս խնդիրները ավելի հեշտ բարձրաձայնվի եւ ավականին երևի թե ուղղակի որոշումներ դակելու վիճակից դուրս կգա եւ կդառնա գործող մարմին, որը միանշանակ քաղաքի շահից է բխում, այսինքն դա նույնիսկ հենց իշխանությունը որպեսզի սխալներ չկրկնի, որտեղ ինչպես տեսնում ենք իշխանությունների կողքը միշտ ինչ-որ վատ խորհուրդներ տվողներ կան, ականջին փսփսացողներ, ոնց որ իրանք ուղղակի կխուսափեն այդ ծանր վիճակում ամեն անգամ հայտնվելուց, Մաշտոցի այգուց, Մոսկվայի մայնդաժից նման վիճակում որպես չհայտնվեն։ Եվ կարևորը կան նախադեպեր։ Նախադեպերը կան, շատ հուսադրող չեն, բայց էլի լավ է, ոնց որ ասում են։ Նենց որ տեսնենք ինչ կնի, ուղղակի մի շաբաթ է սպասենք, տեսնենք ոնց կլինի։